Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 26-ին Վատիկանում կմասնակցի Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորության արարողությանը։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։ Միացյալ Նահանգները սպասում է Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության շարունակությանը։ Այս մասին ընդգծել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ արված իր ուղերձում եւ հավելել՝ միևնույն ժամանակ շարունակում են ձգտել կայուն բարգավաճման եւ անվտանգության։ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ նախկին խոսնակ Նենսի Փելոսին ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցի կապակցությամբ։ Փելոսին X-ի իր միկրոբլոգում հրապարակած ուղերձում նշել է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը հարգում է 110 տարի առաջ սարսափելի ցեղասպանության ժամանակ սպանված 1.5 միլիոն հայերի հիշատակը։ Նա հավելել է 2022-ին Հայաստան այցի ընթացքում մեծ պատիվ է ունեցել այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր հարգանքի տուրք մատուցել այդ ոճրագործության զոհերի հիշատակին։ Փելոսին կարևորել է պատմության այս մոտ էջի վրա լույս սփռելը շարունակել է։ Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին նշել է, որ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելը նշանակում է հիշել պատմության մռայլ էջերը եւ պարտավորություն ստանձնել կանխելու նման ոճրագործությունների կրկնությունը։ Կանադայի արտաքին գործերի նախարարը հավելել է, պետք է շարունակել պայքարել ատելության, շղթողականության եւ ծայրահեղականության դեմ եւ պաշտպանել Կանադայի արժեքները տանը եւ արտերկրում։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն X-ի էջում հիշատակել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Մենք հարգում ենք անցյալը եւ ակնկալում ենք աշխատել հանուն Հայաստանի եւ տարածաշրջանի կայուն խաղաղության, բարգավաճման եւ անվտանգության, ասել է ԱՄՆ պետքարտուղարը։ ԱՄՆ սենատոր Ադամ Շիֆը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ խստորեն քննադատելով Թուրքիայի վարած շղթողական քաղաքականությունը։ Նա ընդգծել է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը ներկայում են շարունակում են սպառնալ հայ ժողովրդին։ Սենատորի գնահատմամբ ցեղասպանության վերքերը դեռ չեն սպիացել։ Շիֆը հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները տարիներ շարունակ խուսափել է ցեղասպանության ճանաչումից, սակայն վերջապես քաջություն է ունեցել ընդունել ճշմարտությունը։ Պակիստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Հնդկաստանի իշխանությունները չեն ներկայացրել Լաշքար-Էթ-Հայբա արմատական խմբավորման ահաբեկիչների հետ Իսլամաբադի կապի ապացույցներ եւ որ Նյու Դելին ահաբեկչությունից օգտվել է տարածաշրջանում իրադրությունն անկայունացնելու համար, ասել է Պակիստանի ՊՆ ղեկավար Խավաջա Ասվին, հավելելով, որ իր երկիրը պատրաստ է պատասխանել Հնդկաստանի հնարավոր լայնածավալ հարձակմանը։